մենք եւս մեկ անգամ հանդիպեցինք պարոն Համլետ Նազարյանի հետ։ Ոյ, ասից չեմ հիշում, ինչ որ այդ ընդունման բաժնի ղեկավարն է, այդ քննարկումների ընդունման բաժնի ղեկավարն է։ Ինչ պայմանավորվեցինք, որ հիմա մեզ ժամանակ ա տվել մի փոքր, մինչև ներկայացնի մեր բոլոր խնդիրները, քանի որ մենք էլ ժամանակ չունենք, մենք ասենք, որ այստեղից ոչ մի քայլ չենք անելու, մինչև մեր հարցերին պատասխան չտա, մեր հարցերի պատասխանները երեքն են, երբ է բացվելու մեր հիմնարկությունները, երբ են բացվելու մեր երբ է հանվելու մեր բանկային կալանքները մեր հաշիվների վրայից, եւ ով է վարձատրելու այսքան ժողովրդին։ Եկանք ընդհանուր հայտարարի, որ ինքը հիմա կքննարկի, չգիտեմ, ում հետ, միգուցե մեր հարգարժան պարոն Փաշինյանի հետ, չգիտեմ, ու մեր հետ կապ կհաստատի, մենք ասել ենք, այստեղից չեն գնալու, մինչև չզանգեն մեզ, վաղվա վրա պայմանավորվենք ժամ, կոնկրետ հստակ ժամ, որտեղ արդեն կասի, որ հիմնարկությունը օրնա բացվելու, քանի որ պարզ դեզ ասեմ, բոլոր դիմումները ներկայացված են, բոլոր իրավականները, ինչ հնարավոր է, ամեն ինչ արված է, ընդհանրապես պետք է որ օպերները գան գույքագրում անեն, որ մեր հիմնարկությունները բացվեն, օպերները գրեթե 3 շաբաթ չեն գալիս։ Զուտ է դա։ Լավ, եթե ձեզ այսօր հստակ պատասխան չտան, հաջորդ քայլը որն է։ Մենք մեր ակցիաները շարունակելու ենք այնքան, մինչև մեր հիմնարկությունները բացվի։ Պետք է ինքը քնենք այս շենքի տակ, պետք է այս դռների մոտ այնքան կսպասենք, մինչև անձամբ պարոն Փաշինյանին տեսնենք եւ այս նույն հարցերը տանք, որովհետեւ նորից եմ կրկնում, այն ինչը որ կատարվում է հիմա, դա չի կարա լինի, ոչ թե չի կարա լինի, դա ապօրինի է, այսպես ասեմ։ Միլիոնավորների, բոլոր հիմնարկությունը միլիոնավորների ներկապային վնասներ են կրում։ Թե մուլտիտաբակը, թե մուլտիստոնը, թե մենք, թե փարավոնը, թե արմբետոն, բոլորը միլիոնների ներկապային հիմնարկություններ կա, որ ասում են միլիարդների վնաս են կրում, ինչը 3 շաբաթ չեն աշխատում։